Արտավազն ես։ Քաղաք Երևան, ամսագիր նույնպես Երևան։ Ինչ Դժվար է խոսացող տաքսիստ բռնել։ Сколько ты зарабатываешь? Վերված սկսում է как часто вы дрочите։ 19 ու 20 թվի միջև շատ մեծ տարբերություն կա իրական։ Չէ, միջև 20-ներ, Մինչև 20-ներ։ Միջև 20։ Մարդիկ իրանց գտան այն ֆոտոների մեջ, որոնք մենք տեղադրել ենք երկրորդ պլանում համբուրվելիս։ Լավագույն ռեստորանները, որոնք մինչև այսօր կան, բացվել են Մուսոլինի օրոք։ Այստեղից նիմալի вопрос, իսկ գուցե ֆաշիզմը շատ վատ բան չի։ Երեխաներ մի զբաղվեք ֆաշիզմով։ Դու մի քիչ համբերի ու կտենաս այս ամեն ինչը ինչ դրական փոփոխությունների է բերելու։ Գիտես իմ համար է 5 կիլո դիհարել, հա։ Ու մեր սեղանի մոտ կային հորետեսներ։ Քանզից Մշակույթը կորավ։ Ու այդ բարեկամության յամյամը դասից հետո գնալը 1900 դրամով այսօրվա մերկեքով իմ համար մոտավոր համեմատելի էր, ոնց որ մենք հիմա թռնենք Փարիզ, հաց ուտենք հետ գալ։ Ես ու հետո այդ տպականակը բերվում էր, տարածվում էր հիմնականում Ռուսաստանում, ոչ միայն։ Շատ փող։ Որովհետև չէ։ Բարև ձեզ, Gastrocast-ը եթերում, մենք գտնվում ենք կոնստուդիայում, որտեղ տարբեր հետաքրքիր ոդքասթներ ենք ձայնագրում, եթե դուք էլ ուզում եք ոդքասթ ունենալ Կոնդի ստուդիայում, զանգահարեք այս համարով, Կրիստինան կպատասխանի, ինքը հիմա այնտեղ նստած է, հիմա չի պատասխանի, որովհետև հեռախոսի զանգահանջատած է, բայց առհասարակ կպատասխանի ու կարող եք շատ կայֆ ոդքասթ ունենալ։ Բայց վերադառնալով Gastrocast-ին, այս ոդքասթը համով ուտելու ու Երևանի մասին է որպես այդպիսին եւ այսօրվա մեր հյուրն է Երևան ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազ Եղիազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Նարեկ։ Դուք գտնվում եք Gastrocast-ում։ Հիանալի լուր։ Ինչպես եք ձեզ զգում Gastrocast-ում։ Շատ հաճելի է ամեն ինչ առաջ։ Հավատացեք, Gastrocast-ում շատ ավելի լավ է, քան գաստրոինտերոլոգի մոտ։ Հա։ Մենք մինչև այստեղ գալ եմ եղանք Ինվինոյում, կարծում եմ բոլորիս կողմից սիրված եւ ձեր ամսագրի հաճախակի հերոս Մարիամ Սաղաթելյանի հետ ընտրեցինք գինի, որը որ այսօր պետք է խմենք եւ քանի որ մենք խոսելու ենք Երևանի մասին եւ ամսագրի եւ քաղաքի, իսկ Երևանը մի ժամանակ համարվում էր վարդագույն քաղաք, այդպիսով ընտրեցինք վարդագույն գինի եւ խաղողի տեսակն էլ իհարկե Սավինյոն Sauvignon Blanc, ну ինչ որ Sauvignon-ի տարատեսակ է, իսկ Sauvignon Blanc եմ շատ սիրում, այդպես Մարիամը որոշեց, որ իմ ու քո զրույցը շատ լավ կանցնի այս գինու շուրջ։ Սիրով։ Հենց եմ սիրում ես քրուկեփերը, չէ, արագ, հեշտ, քիչ արագ։ Ես էլ ուզում եի նայ ուրա բանը։ Ուրա, չէ։ Բացիչը։ Ահա։ Շնորհակալություն։ Ար նայ, բայց պետք է խմենք այս գինին։ Խմենք։ Հա, ինքը սինուցան համար չի։ Հենց մի անգամից։ Չէ, կումիկ, բայց շիշը դա։ Դες սկսենք լավ, դե որ լցրեցինք, հա։ Բարև եկար։ Շնորհակալություն։ Ոտս խելով։ Մեր հյուրներ։ Հյուրն էր ասեցի, ինչի մի անգամ ծանոթ ժամանակով խոսացի։ Շնորհակալություն, որ մեր հյուրն ես։ Լավն է։ Նստում մեր զրույցին շատ սազակն է։ Առնվազն չի խանգարի։ Հա, Երևան ամսագիր։ Այո։ Այն քիչ ամսագրերից, որ մնաց այս էլեկտրոնային դարում, որ թվականից սկսվեց, ամենաառաջինը ռուսերեն, չէ, Երևանն էր։ Ես կամ երկու բառով պատմեմ, այդ մի քիչ հեռվից գամ, բայց կարճ կպատմեմ։ Ուրեմն մենք ժամանակ ունենք։ Այո, ռուսերեն Երևանն էր, որը 2005 թվին հիմնադրվեց շատ հրաշալի մարդկանց կողմից, Իդաներ Մարտիրոսյան առաջին գլխավոր խմբագիրը, ինքն էր նախաձեռնողներից, այնտեղ ուրիշ մարդիկ կային։ Իդան Մարտիրոսյան դեպի իմ տնօրենն ա եղել ամբողջի մի մասը պրոյեկտի շրջանակներում, մենք մի քանի ամիս աշխատել ենք իրար հետ շատ։ Ես մի քանի տարի եմ հասցրել, հա շատ հրաշալի էր, իմ համարն է ոնց որ իմ այս մեդիա ճանապարհի սկիզբն էր ու ես շատ ուրախ եմ, որ իր հետ սկսվեց։ Ու ընդհանրապես այդ թիմում, որտեվ դու կհիշես 2006 թիվը Երևանում sense մի քիչ լոկշոտ էր։ Հա, լայն իմաստով, այդ բառի ամենալայն իմաստով,
sense իսկական հետաքրքիր եւ պրոգրեսիվ նախագծեր կային իհարկե, բայց այդքան շատ չէին ու դրանցից մեկը Երևան ամսագիրներ, որը այն կարգի միջազգային ֆորմատ ուներ, լավ, որ ես հիշում եմ, որ ես այդ տարիներին ասում եմ, որ ես աշխատում ժուրնալ Երևանում, որ ռուսերեն ամսագիրներ։ Սա ասում են, բայց ո՞նց Մոսկվայում չեն իրանք նստած, բայց չէ, այդ երևանցիներով Երևանում նստած անում էինք մի պրոդուկտ, որը Ռուսաստանով եւ ռուսալեզու բոլոր շուկաներում հասնում էր։ Իրոք լավ ժամանակներ էին ու այդ Ռուսաստանում եւ նաեւ Հայաստանում մի քիչ ուշացումով տպագիր մամուլի բումի ժամանակներն էին ու դրանց մի քանի տարի հետո դրան զուգահեռ ամսագրի շուրջ մի հսկայական թիմ հավաքվեց Productions, որը բացի ամսագրից ինչ ասես անում էր ֆոտոստուդիայով, չգիտեմ, մոդելային, նույնիսկ գործակալություն կար մի պահ եւ Ամերիկայում բացվեց անգլալեզու բանը LA-ում Երևան մագազինը եւ մի օր ուղղակի Գոռը Նահապետյան Մոսկվայից եկավ, որը համակարգողն էր եւ ղեկավարներից մեկը նախագծի, ասաց բավական տարօրինակ է, որ մենք Երևանում անում ենք Երևան ամսագիր, բայց անում ենք ռուսերեն, անգլերեն, հա, ստեղի ինդեղի համար, բայց Երևանի համար չենք անում։ Եկեք ու հետը բերեց Большой город ամսագիրը Մոսկվայից, որը այն ժամանակվա այտենց ամենահետաքրքիր պրոյեկտներից մեկն էր։ Ասաց, sense մի բան անենք քաղաքի մասին, որ լինի, ուրիշ ոճով, որտեվ Երևան, ժուրնալ Երևան ռուսերենը համայն հայության մասին էր, sense վիտրինայի նման էր ինքը, մենք լավ պուպուշ պատմություններն ենք հավաքում, որ մենք հպարտությամբ գրենք, որ Մոսկվայում նստած հայերը հպարտությամբ կարդան, բան եւ այլն, իսկ քաղաքային Երևանը, այն ինչ որ հիմա գոյություն ունի, ինքը ավելի ազատ էր, ավելի, այսինքն մեզ այնտեղ պետք չէին սելեբրիթիներ, պետք էին քաղաքային պատմություններ, քաղաքային լեզու, քաղաքային խնդիրներ նաև ու քանի որ այդ խմբագրական կազմում ես այն մարդն եմ, որ այդքան էլ լավ չէր իրականում տիրապետում ռուսերենին, չնայած գրում էր ստիպված ռուսերեն, ես մաքուր հայախոսը ես էի։ Աստին թող արտավազդ զբաղվի եւ չգիտեմ ճիշտ էր թե ճիշտ չէր։ Միջև հիմա չգիտես ճիշտ էր թե ճիշտ չէ։ Հա, միջև հիմա տենց մեկ նախադեդլայնային օրերին միշտ այդ հարցը առաջանում է, արդյոք ճիշտ էր այս ամենը։ Բայց այդպես հետո ցավոք սրտի տարբեր ճգնաժամեր, բաներ եւ այլն եւ print մեդիան ամբողջ աշխարհում կիսամեռ վիճակում հայտնվեց, այդ բոլոր այն մեծ պրոյեկտները փակվեցին, production-ը լուծարվեց եւ ուղղակի մեր թիմը, որը զբաղվում էր այս Երևան քաղաքի ամսագրով, հայերեն ամսագրով, ամսագրի հետ առանձնացավ եւ որոշեց շարունակել։ Մենք իրականում մտածում էինք արժի հետո ասցինք ափսոսը բան եւ այլն մարդիկ սիրում են։ Դուք արդեն առանց Գոռ Նահապետյանի, հա, գնաց այդ ճանապարհը։ Հա, ճիշտ է։ ու մոտավորապես 13-14 թիվներ երբ սկսեց production-ը քիչ-քիչ սեղմվել, փակվել եւ այլն, ու փաստորեն այս տարի նշում ենք 15-ամյակը ամսագրի։ Հա։ Ամսագրի հայերենլեզու։ Հայերեն Երևան քաղաքի ամսագիր տենց։ Ես առաջին անգամ Երևան ամսագրի հետ շփում եմ ունեցել, երբ որ գտնվում էր օֆիսը Արամի փողոցի վրա Սիմոնայի շենքում ու տեղ ծանոթացել եմ Էլենի հետ։ Դու այդ ժամանակ կայիր փաստորեն։ Կայ։ Հա։ Էլենը զբաղվում էր imyerevan.com կայքով։ Հա, ճիշտ է։ Մենք այդ մի քանի նախագծեր էին, մենք 4 հարկ թիմ ունեինք տարբեր պրոյեկտներով, Էլենը կայքի խմբագիրներ։ Գիտես ինչ թեմա էր, հիշես որ բան Նիֆա Ֆոնտրիեր ֆիլմը ինչ-որ արգելվեց ու մենք բոլորս այդ կիսա մեր այդ նկարներով ամբոստությունը գնաց։ Հիմա մարդիկ կոնտեքստը չեն հասկանա, ուրեմն Նիմֆոմանիակ ֆիլմը Ֆոնտրիերի Լարս մեր շատ սիրելի մեր ընկեր Այս վերջերս 70-ամյակներ նշում։ Լարս ջան, շնորհավոր։ Ուրեմն Նիմֆոմանիակ ֆիլմը, որը շատ sense explicit համարյա պորնո էլեմենտներով շատ հետաքրքիր art house ֆիլմ էր։ Դանիայում երբ որ լույս տեսա ֆիլմը, ինքը ուներ պոստերների շարք, որտեղ character պոստերներ էին
Եվ ֆիլմի հերոսները տենց սեքսուալ ինչ-որ պահին խոշոր պլանով նկարված կերպարներ էին։ Դանիացի կինոքննադատները ֆիլմին աջակցելու համար իրանք իրենց ֆոտոշարքը արեցին։ Հետո այդ չդարձավ միջազգային տրենդ, երբ որ կինոքննադատները Լարսին աջակցություն հայտնելու համար նկարվում էին նույն դիրքով, ու երբ որ Cinemastar, կարծեմ, մի խոսքով կինոթատրոններում սկզբում հայտարարեցին, որ ֆիլմը ցույց կտան, իսկ հետո բարթացավ թեթև շուխուր ու հրաժարվեցին ցույց տալ։ Գենի եւ բարոյականության ասպետները, չէ, հայտնվեցին։ Որոշեցին, որ ամոթավոր Հայաստանում ցուցադրվի տենց ֆիլմ, cancel եղավ եւ դուք որոշեցիք Լարսին աջակցել այդ ֆոտոշարքին։ Այո։ Հա։ Դե հայերը սեքսով չեն զբաղվում, չէ՞, մենք բան։ Դիեզերքից են մեր երեխաները առաջանում։ Երևան ամսագիրը երբ որ ստեղծվեց, առաջին դե պետք է փաստենք, որ ցանկացած բան դու առաջինը սենց աբլոշկան ես հավանում ու եղավ տարօրինակ շատ ֆորմատ, սկսած թղթից, վերջացրած չափով, բովանդակությանը կանրադառնանք դեռ լիքը, բայց այդ ֆորմատը ոնց որոշվեց, ոնց ում միտքներ, ոնց ստեղծվեց։ Ասեմ, դե նախ, ինչպես նշեցի եւ չեմ ուրանում, կար Большой город ամսագիրը, որպես մեր հոգևոր նշաձող, այսպես ասենք, օրինակ, որտեվ իսկապես երբ որ Большой город-ը տենց էր։ Հա, ինքնս լավաշ էր, իր ասած 2.5 ծալած էին մարդիկ տանում բերում էլի, այսպես համարյա թերթի ինչ որ բան կար դրա մեջ։ Ու էլի հետո մենք ուսումնասիրեցինք բան դաշտը աշխարհում այդ ընդունված տարբերակը, երբ որ քո ամսագիր պարզիչի որ լինի գլանցովի, փայլուն։ Մինչդեռ Հայաստանը փոքր շուկա է, մարդիկ քիչ են, պրոյեկտները քիչ են ու կար տպավորություն, որ եթե դու անում ես ամսագիր, ժուրնալ, որը թերթ չի, օգտագործում ես ժուրնալ բառը, կայ միջալից հանդես բառը հայերեն, որը մի տեսակ լավ չի ստացվում։ Հանդեսը ասոցացվում է երեխայի բանը, չէ։ Դրա համար մարդիկ ամեն ինչին ասում են ամսագիր, որը կարող ասենք 2 ամիսը մեկ լույս տեսնել։ Ինչևէ, որ ամսագիրը պետք է լինի փայլուն, պետք է լինի ինչ-որ celebrity, տենց cover story ֆոտո եւ այլն։ Իսկ մենք օրինակ հիշեցինք, որ կա Նյու Յորքեր ամսագիրը, որտեղ բացառապես անում են իլյուստրացիաներ, նկարազարդումներ, եւ որոշեցինք թիմով նաեւ արտ տնօրենը Արսեններ են ժամանակ Կիրակոսյան։ Okay, հա։ Որը նաեւ մի խոսքով, հա, մեր հին լավ դիզայներներից է։ Ինքը առաջարկեց, մենք նաև թիմում ունեինք, հենց ժամանակ մեծ production-ի տարիներն էին, լիքը լավ in-house նկարիչներ ունեինք, ասացի կանենք բան, իլյուստրացիաներ, ինչու՞ չէ։ Ու բացումը արեց Գեղամը Վարդանյան նկարեց Սասունցի Դավիթի արձանով, սենց դդղք Սասունցի Դավիթով գալիս ենք մտնում ենք, կայրանը այնտեղ ոնց էր միջանցիկ թեմաներ այդ թողարկման, մենք այնտեղ միջելուց խոսում էինք կայրանի անմխիթար վիճակի մասին, այնտեղ կիսական շենքեր կային, բաներ կային, տենց ինչ որ ասում էի, որ առաջին համարից սկսեցինք մունատ գալ էլի մի քիչ քաղաքում ինչն է որ մեզ անհանգստացնում է, ինչ կայֆ բաներ կարելի անել դրա հետ։ Ու հա, ու իլյուստրացիաները մնացին մեր մոտ որպես կարևոր խորհրդանիշներից մեկը։ Շատերը կան, որ շապիկները շատ լավ ճանաչում են, հիշում են, բայց կարող ասենք բովանդակությունը արդեն մոռացած լինեն։ Արի մի քիչ էլ խոսանք ձևի մասին, հետո կանդրադառնանք բովանդակությանը, նաև մի բան առաջացավ, որը տենց շատ գերեց եւ սիրելի դարձավ Երևան ամսագիրը, սիրվեց ինչով լավ դու ասա։ Ստիկերներն է։ Այ դա դրա ստարտը ամենասկզբից չկար, չէ՞ կա։ Չէ, ստիկերները առաջին անգամ ես շատ լավ հիշում եմ 2016 թվականն էր, ծանր տարի էր տնտեսական իմաստով եւ չգիտեմ կհիշես այն տարիներ, որ լիքը լավ celebrity-ներ էին մահանում, Լեոնարդ Կոյենը, Դեյվիդ Բոումը, ասում եմ վատ տարի էր։ Ու Երևան ամսագիրն էր մահամերձ, բայց մենք որոշեցինք մի պահ եղավ դիզայներական համար որոշեցինք անել, դիզայնին նվիրված, եւ ինձ քչեն են հիշում, որ բացի ստիկերներից մի հատ լավ ֆիշկա կար, մենք այդ թողարկումը արեցինք 5 տարբեր շապիկներով։ Նույն թողարկումը տարբեր շապիկներով։ Այո։
Ուй, բայց դա տպագրական բավականին գիմառ է։ Հա, մի քիչ ծախսերը ավելի շատ եղան, բայց ու եղան մարդիկ, որոնք ոչ թե մի համար էին վերցնում տուն տանելու, այլ 5 հատ, դրա համար մյուսները բաց էին թողում, բայց այդ հավես բանա, այդ շատ վաուցվայից անում են ինչ-որ տենց special edition-ներ, բաներ, հոբելյանական թողարկումներ եւ այլն։ Մենք էլ ասենք, եթե դիզայներական համար է, ափսոս կլինի, որ ընդհանրապես մի դիզայներ անի շապիկը, թող կոնեկտ կլինեն։ Եվ մեր գործընկերներից մեկը Ucraft ընկերությունն էր, կայքերի կառուցման եւ այլն։ Դե Արա Ասլանյանն էր ժամանակ այնտեղ աշխատում, որը ոնց որ համ իրանց թիմում էր, համ որպես դիզայները շատ ներգրաված այդ սա պրոցեսների մեջ։ Բեթի պրոյեկտներից չէ, Bad Construct-ի առաջին IT ինչ-որ մեծ նախագիծ էր կարծես։ Հա, բաներ, website builder էր։ Տենց բան էին անում ու շուկան էին տենց մտնում, ուսումնասիրում եւ տենց Արոներ ասում էր ինչ փախած բան մտածենք ուղակի հոբս չդնենք եւ այլն ու տես brainstorm արեցինք ես Արոն Նոնան այլ ինչ որ մարդիկ կային ու ծակեց ստիկերների գաղափարը ոչ շատ նոր էր ու տպարանի հետ երկար խոսացինք չենք հասկանում ինչներ սա այդ պետք 4000 հատ տպելը եւ այլն հեշտ չէր այդ թվերին տպարանների հետ շփումը բայց բում արեց հա մի հատ մայկա էր ուզում տպեիր դա դες պատմություն էր որ մնաց ստիկեր Հա Դեսի ես ճիշտ գիտեմ որ սկզբի շրջանում Երևան ամսագիրը Հայաստանում չէր տպագրվում որտեվ անգամ այդ craft-ը թուղթը բան ինչ որ խնդիր Չէ ռուսերեն Երևանն էր որը սենց էր խմբագրություն Երևանում էր նստած մենեջմենտի մի մասը Մոսկվայում էր նստած տպագրությունը արվում էր Ֆինլանդիայում ու հետո այդ տպականակը բերվում էր տարածվում էր հիմնականում Ռուսաստանում ոչ միայն շատ որովհետև չէ նու տպագրությունը Ֆինլանդիա փողել կար բայց այդ ժամանակ ռուսական գլանցովի ամսագրերի զգալի մասը տպեր Ֆինլանդիայում ուղղակի տենց բան կար ալիքներ կանալներ կային վաղուց հաստատված Ֆինլանդիան ուներ դարավոր մշակույթ անտառների եւ տպագրության ու ոնց որ Երևան ամսագիրը ամեն ինչը արվում էր տենց ոնց որ արվում էին մյուս թույն ռուսական ամսագրերը իսկ այս ոչ գլանցովի Այս մեկը քանի որ իած ավալները փոքր էին տպականակը ավելի փոքր էր ու մեզ պետք էր ստեղ անել այդ երկի կլներ տարօրինակ ուրիշ տեղ տպել բայց այո մենք ունենք ես չգիտես ինչ որ մեկ ասում էր որ տեխնոլոգիան չկար բան թուղթ չկար հա մենք առաջին երկու համարը որոնք օրինակ մեր խմբակցությունում արդեն չկան եթե ինչ որ մարդիկ կան լավ պահեք որ ունեն այդ 11 թվի իրենք փայլուն էին որովհետև մենք չենք ուզում փայլուն մենք ուզում ենք այն թուղթը որը հիմա է ասենց թերթային ավելի մարդամոտ բայց չկար այդ քանակով չկար ու երրորդ համարից նոր 12 թվին չեմ հիշում ժամանակ որտեղ ենք տպում ուրիշ տպարանում ենք տպում մեր խնդրանքով բերեցին ինչ որ քանակով որ մենք կարողանանք տպել հիմա արդեն հեշտ է իրականում հիմա դե հիմա հա շատ բան է հեշտացել թուղթ կա մայկա կարելի է տպել հա Երևան ամսագիրը միշտ շատ կարևոր ես իմ սեփական մաշկի վրա գիտեմ ու ինքը միշտ տենց հաճելի surprise էր որ ինչ որ նոր պրոյեկտ ենք սկսում ռեստորանների կամ ինչ որ նոր ուտեստ մտնում բան դուք շատ ուշադիր եք եղել դրան ու որ մեծ հաճելի էր որ անգամ ինչ որ առանց մեր հետ խոսելու առանց ինչ որ բանի դու բացում ես Երևան ամսագիրը ու տեսնում ես վայ բան չգիտեմ բորշի մասին ինչ որ մի հատ բան են գրել կամ կոնդի մասին բան են գրել բախի մառանի մասին բան են գրել ու գաստրոնոմիկ Երևանյան կյանքին շատ ուշադիր հետևել եք լսի հա մենք փորձում էինք որովհետև դա այդ կարևոր բաղադրիչներից էր ու էլի որ հետս նայեմ 15 տարին մեծ range էլի էս մեր համենայնպես այս ժամանակներում գուցե չեմ 25-ն ու 40-ը այդքան չտարբերվեն իրայից, բայց 11 թիվը ու 26-ը շատ բան փոխվել։ Ու այն ժամանակ պրոյեկտները քիչ էին, ամեն մի հատ նոր բորշ, չգիտեմ, օրինակ աչքի էր գնում ու մենք ուզում էինք իհարկե որ բոլորը մեզ մոտ գովաս տեղադրեին, բայց որպեսզի չստացվի, որ մենք մենակ տենց ենք աշխատում ու չգիտեմ փորձում էինք հնարավորինս մեր հնարավորության սահմաններում ցույց տալ այն հետաքրքիր բաները, որոնք մեզ հետաքրքրում են ու մեր կարծիքով կհետաքրքրեին մեր ընթերցողներին, ուղղակի դրանից ելնելով ինչ որ ձև ներկայացնել։ Ինչ որ դու ասում ես, մենք մի խորագիր ունեինք ամսագրի սկզբում, տենց խառը կանաչի էր կոչվում,
այդ 1-2 ամսվա ընթացքում ինչ նոր տեղեր են բացվել, նոր բաներ են տեղի ունեցել, այդ նույն խորագրում ունեինք տաքսիստների հետ զրույցները, որոնք հիմա արդեն համարյա չկան, դժվար է խոսացող տաքսիստ բռնել։ Հա, բայց սա լավ է։ Դե ինչ առումով լավ է, բայց գիտես մշակույթը կորավ։ Բայց մենք մի քանի տարի շարունակ օրինակ այդ ամեն ինչ գրանցել ենք ու մի օր ինչ որ մեկը մեր արխիվները կբացի։ Հա, դե ինքը Ու կիմանա ինչի մասին են խոսում տաքսիստները, երբ էր բացվել այս կամ այն օբյեկտը եւ այլն։ Հա, այդ Երևանյան այդ underground թեմայով ես միշտ բանը BNA ֆոտոշարքերն եմ շատ սիրել, որոնք որ թե սայթում, թե ամսագրում իրենց տեղ Հա, ունի։ դինան մեր այն թվերից օրինակ մեր հետ աշխատող լուսանկարիչներից է, որ ակտիվ շարունակում ենք։ Ու էլի կան, այդպես իրականում ասես լավ մեր թիմի շուրջ մեծ ավելի լայն թիմ կա հավաքված, որ բարբերաբար աշխատում ենք, դիմում ենք եւ ի ուրախություն մեզ հիմնականում մեր հետ բոլոր ուրախ են աշխատել։ Բայց 15 տարվա մեջ առաջին անգամ 2026 թվականին Երևանը որոշեց հենց գաստրոնոմիկ համար հանել։ Ոնց է ցախտեղի ունեցավ։ Առաջին անգամ չի սա։ Հա, եղել է։ Այո, տնային աշխատանքը լավ չես արել։ Вообще չեմ արել։ Okay։ Ես հենց ընթացքում հարցերը գեներացնում, հա։ Հասկացա, լավ։ Բնական զրույց է մեզ։ Հարցերը պատրաստել բերել տան։ Չէ, ոչինչ, ես կպատմեմ։ 16 թե 17 թվին այդ մոտավորապես այդ դիզայներական թողարկման ստիկերների բումից հետո մենք հավաքվեցինք մի քանի ռեստորանների հետ The Club-ից մեզ դիմեց Սաշան ու ասեց հիմա ձմեռ է գալիս եկեք պատմենք մարդկանց որ կաֆե եւ ռեստորան կարելի է գնել նույնիսկ ձմեռը այդ ժամանակ Սարյանում կարծեմ ինվինո էին հենց շատ փորձում էին հենց անել որ տերասաներում նստելու հնարավորություն լինի որ տենց ձմեռ չի նշանակում որ պետք է նստես տունը մենակ չգիտեմ սասիսկի ուտես եւ այլն ու մենք մի համար անգամ հակառակը լսին սումը ամառը լիքը անելիքներ կա իսկ ձմեռը հենց ինչ որ ռեստորան բայց ձմեռը նաև մեկը զալարումից տնից դուրս գաս իսկ այնտեղ ոնց որ մենք փորձեցինք ցույց տալ որ մի խոսքով մի քանի գործընկեր հավաքվեց արեցինք ստիկերներ արեցինք էլի շատ հավես 16 թվին պետք է կարող 16-ի վերջներ կամ 17-ի սկիզբներ նո կայֆա որ 10 տարի անց հա ու հետո նայ ոնց որ մեկ ես թեմաներ կան որ special որպես համարի թեմա գուցե մի անգամ ենք անդրադարձել կամ դեռ չենք անդրադարձել պատրաստում ենք բայց իրանք իրականում միշտ այսպես թե այնպես կան էլի ամսագրում միջանցիկ ձևերով հիմա գաստրոն ճարտարապետությունը օրինակ միշտ ինչ որ առիթ ելնում է անկախ թողարկման թեմայից ներառել Երևանը ավելի շատ ինչա քաղաքը թե ամսագիրը քաղաքը, որի մասին խոսում է ամսագիրը։ Okay։ Այսինքն ինքը գաստրոյա, ինքը ճարտարապետությունը, ինքը երաժշտությունը, ինչ որ տարանջատում կարա լինի, շատ հստակ լավն էր քո հարցը, քաղաք, որի մասին խոսում է ամսագիրը, այսինքն որ քաղաքի մասին է, որ Երևանի մասին է ավելի հետաքրքիր խոսում ամսագիրը։ Նայ, այստեղ ինձ թվում է երկու զուգահեռ ոնց որ ճանապարհ կա, որը մենք փորձում ենք մեկով գնալիս չմոռանալ մյուսի մասին։ Մի կողմից կա գայթակղություն անընդհատ խոսել խնդիրների մասին։ Եվ բողոքել։ Մի անգամ իմջալից մի համար արեցինք ոչ մի բողոքի գիրք, ուղղակի հավաքեցինք այդ բան 30, 25 Դա 20, 19-20 մոտավորապես եմ ասում։ Դե 19 ու 20 թվի միջև շատ մեծ տարբերություն կա իրական։ Չէ, միջև 20-ներ, հաստատ, միջև 20-ներ։ 18 կամ 19։ Ասես մարդկանց ներվայնացնող հարցեր հավաքեցինք, փորձեցինք ոնց որ հարցը շարադրեցինք, փորձեցինք գտնել ինչ որ մեկին, որը կարձագանքի այդ բողոքին եւ այլն։ Ու կամ չգիտեմ, երբ որ
փակ շուկան էին քանդում ու դարձնում էին սուպերմարկետ, մենք այդ ժամանակ էլ փակ շուկայի մասին համար արեցինք, բավականին դառնացած պատմում էինք այդ կորստի մասին եւ այլն, ու լիքը ուրիշ այդպես հարցերով։ Պարոն Ստեփանյանն էր, չէ՞, ոնց որ ֆոտո ինքը իր համար շատ լավ ֆոտոների շարք Փակ շուկայում Բիանջանի ֆոտոները կային, Հայկ Բիանջանի, բայց Վահանն էլ է մեր անընդհատ մեր հետ աշխատող, մենք իր հետ պրոյեկտներ կանում կամ ինք իր պրոյեկտներն է տալիս։ Մենք մի քանի սովորություններ ունենք ձեռք բերվող, պետք է մի հատ հիմա Հայկ Բիանջանին բարևներ ուղարկենք։ Բարև Բիանջան։ Անցած ուսկումալեր տենց է, պահենք։ Ինչ ուզում ասեի։ Հա, խնդիրների մասին խոսելը կամ 21 թվին արեցինք քաղաքային ակտիվիզմի մի հատ sense մեծ անդրադարձ պատմությանը, բայց երբեմն ավելի հավես է խոսալ ինչ-որ փախած հետաքրքիր բաների մասին, որոնք մեզ դուր են գալիս ու մենք մեր կարծիքով քաղաքը դարձնում է լավը։ Ու ես իրականում այսօր փորձում եմ հիշել, խափում եմ այսօր չէ, քանի որ 15-ամյակն է, ինչպես նոստալգիայի պրիստուպ ամ, դες հին համարներն եմ թերթում եւ այլն։ Մենք 12 թե 13 թվին շատ հպարտ հոդված էինք գրել Սամվել Մարտիրոսյանն էր մեր համար գրել որպես տեղեկատվական տեխնոլոգիաների գուրու, թե ինչ հրաշալի Wi-Fi էֆիկացված քաղաք է Երևանը։ Իսկ մի անգամ Բիայնա Մահարին, որի մասին խոսեցինք քիչ առաջ, պատրաստել էր հոդված take-away բաժակներով կոֆեանոցների մասին։ Ինչ որ հիմա բավական զավեշտալ է, բայց այն ժամանակ sense ինչ որ նոր բաներ ու հետաքրքիր էր ու ես շատ բանն եմ սիրում Yam-Yam-ի մասին շարքը, որը տենց է։ Էդ էլ է հետաքրքիր, որ Բայց ես այդ շարքի հետ խնդիր ունեմ, ասեմ, որն է։ Որ շարքի։ Երբ որ դուք Yam-Yam-ի մասին երբ որ գրված էր ու ինքը շատ կայֆ տարբեր կարծիքներ էր, ոչ մեկ տեղ չխոսած մի շատ կարևոր հարցի մասին, շոտ ես չգիտեմ, իհարկե դուք ասում ինչ ընտանիքներից եք, ես այդ ժամանակ աշակերտ էի ուսանող եւ այլն, Yam-Yam-ը ահավոր թանկ էր, այսինքն 400 դրամով թեյ 2001 թվին դա շատ քիչ մարդ կարող էր թույլ տալ իրան, բայց ամբողջ այդ Yam-Yam-ական դվիժենի նոստալգիայի ժամանակ ոչ մեկ չասեց, որ ուզում էի հասկանայի այդ ամենաաղքատը այդ Yam-Yam-ը իմ մոտ միշտ հիշվում է, ինքը հատուկ կետ էր, որ պետք էր փող հետ գցել, որ գնալ Yam-Yam։ Իսկ դու հիշում ես, որ բարեկամության անկյունում կար Yam-Yam շատ կարճ ժամանակ։ Հա, իհարկե, ես փոսի դպրոցում եմ սովորել, ու մենք մի անգամ դպրոցի բակում գտնում ենք 1000 դրամ, ու պլյուս ես ունեի 500 ու ընկերս էլ ուներ 400, մենք ունենք 1900 դրամ, այսինքն այ մենք այս 1900-ով կգնանք, այդ մոտավորապես ոնց որ, չգիտեմ, դժվար է համեմատել, բայց ոնց որ հիմա տենց ասես, արի թռնենք երկուսով Փարիզ մի հատ Միշլենովսկի ռեստորան։ Չէ, լսի, մեր այդ ընկալումը մենք երևի 14, 13, 14 տարեկան էինք, ու այդ բարեկամության Yam-Yam-ը դասից հետո գնալը 1900 դրամով այսօրվա մերկեքով իմ համար մոտավոր համեմատելի էր, ոնց որ մենք հիմա թռնենք Փարիզ, հաց ուտենք հետ գալ։ Ես Yam-Yam-ի թայֆից չեմ եղել իրականում։ Ես ջինսնոցի ավելի շատ թայֆից եմ եղել, որ Yam-Yam-ի տակ։ Ջինսնոցներ էլ լավ տեղ։ Աշակերտները հիմա էլ ավելի քիչ փող ունեն, քան ուսանողները, ինձ թվում է այդ էլ կա։ Հետո եթե դու հիշում ես, եթե դու չես եղել հնարավորություն, ինչի՞ եմ ես ասում, ինձ հետաքրքիր է դուք ինչ ընտանիքներից եք, որտեվ 2000-ականներին դու փողը վերցնում էիր տնից։ Հա։ Պրետենզիան քեզ չէր, որ գրում էին ամեն ինչ Yam-ի մասին, բացի նրանից, որ ինքը բավականին ստատուսի մասին խոսող եւ բան էր։ 2000-ականներին 90% մարդկանց փողը վերցնում էր տնից։ Լսի լավ 500 դրամ չունեի։ Թեյի համար։ Ես բան էի խմում, չէ, շոկոլադ էի խմում Yam-Yam-ում, երբ որ Դե ես 300 դրամ շարմա էի ուտում օրինակի համար, շատ լավ հիշում եմ այդ 300։ Կամ կար Չարենցի արձանի դիմացի հոտ-դոգը, որի համը ես մինչև այսօր կարոտում եմ, երբևիցե գրել եք իր մասին, այդ 150 դրամ մի ներփյերշիկով հոտ-դոգներ, 200
երկու նրբերշիկովը ու ինչն էր ամենախնդալուն ես այնտեղ գնում էի արդեն ինչքան ինքը կար ես գնում էի ու դե խոսենք երևանյան լեզվով մի օր տենց հոդոգ եմ ուտում 3 հատ ящик ա կանգնում ուզում եմ ասեի գելենդե վագեմ բան գելենդե ящик ու դուրս են գալի տենց ինչ որ ոսկի ցեպերով բան տղեկ ու տեղից հոդոգ են վերցնում իր գաղտնիքը որն էր ինքը կորեական այդ գազարի այդ կորեական սալատ ասած մեր դնում մեջը ահա որ համով հոդոգ էր այնտեղ ու ինքը արժեր 150 դրամ այսինքն այդ թվերին երբ որ հոդոգը արժեր 150 դրամ իսկ թեյը արժեր 400 դրամ կամ պոնչիկը էլի տենց մի 300 այսինքն մենք գնում ենք պոնչիկ առած որտեղ 50 շոկոլադե 60 ու տեղ կար յամը որը որ 5 անգամ թանկ էր մոտավորապես լսի դե նայ յամը նաև քեզ տալիս էր բացի քիչ մի խոսքով չգնահատենք պոնչիկների հաջողությունը դոնատների տալիս էր քեզ պորտալ դեպի Հայաստանից դուրս Զապադնի այդ կայֆն էր հա դու քեզ գում ես ամերիկյան կինոների նման ես շատ լավ հիշում եմ որ սենց յամի վիտրինայի դիմացով անցնելն էր նաև սենց է Իրանում գնում էիր եթե այդ 500 դրամը չկար ձեռդ հետո այնտեղ մի պահ հայտնվեց ցուցանակ ես արդեն հիշում որ 30 րոպեից ավել չնստել, որտեղ մարդիկ այդ 500 դրամը կամ 600-ը հավաքում էին ու գալիս ժամերով լուծում էին ինչի մասին եւ պատմում էին այդ հերոսները ու շատ հետաքրքիր որ հիշեցիր այդ հոդվածը, որովհետեւ այս տարիների փորձին ցույց տվեց, որ ամենալավ աշխատող պրոդուկտը այդ նոստալգիան է որտեվ այդքան արձագանք լայքեր, պատմություններ, շեյրեր ու նոր պատմություններ, այսինքն մենք տպեցինք ամսագրում այդ պատմությունը յամի մասին հետո տարիներ անց արխիվից հանեցինք, դրեցինք կայքում ու նոր պատմություններ հայտնվեցին, որովհետև մարդիկ իրանց գտան այն ֆոտոների մեջ, որոնք մենք տեղադրել ենք երկրորդ պլանում համբուրվելիս ու իրանց սկսեցին պատմել 3 երեխա հա մոտարպես ու այդ ու տենց չգիտեմ կարող է յամում էին նույնիսկ ծանոթացել ու դրա համար մենք բարբերաբար տենց փորձում ենք այդ նշանավոր կներեք նշանավոր տեղերի մասին Քասքասաս հետաքրքրի ստոպի մասին տենց հուզիչ պատմություն եղավ երբ որ մենք ռոքի քաղաքային ռոք մշակույթի մասին էինք համարանում դե ստոպը ինձ մա Երևանի հորեկային հերոսներից հա ու ինձ ամենամեծ տեղ կայֆն է որ դու մտնում ես ստոպ ու այնտեղ նույն անոնա մատուցողին նույն վիճակն է ու ասենք շատ հետաքրքիր է երեք չլավ մի 4 օր առաջ մինչև առավոտվա 5-ից քանիս այնտեղ նստած էի ու նայում էի անոյին, նայում էի պատերին ու խորանում էի թե այս բոլոր իրա հետ ու այս ամեն ինչքան պատմություն է այս մարդը տեսել որտեղ մենք գնում էինք ստոպ երբ որ 16 տարեկան էինք ու մենք գնում ենք ստոպ երբ որ 38 տարեկան ենք ու հա շատ այդպես բաներն ինձ ֆենոմենալ են որ ու իրանք չեն փոխվում այսինքն նույն մատուցողն է, նույն սերվիսն է, նույն կազիրոկի համարը, երջանկա հիշատակ, ու նույն ձևի կազիրոկը, որ ռիպսիկից հետո ինչ-որ չգիտեմ ինչ դարձավ, բայց հուսամ շենքը կա, այդ կազիրոկը կա, ոչինչ, էլի բանը։ Չէ, դե մի հատ աուրա կա, որ տենց 33 պիցան չի կարա կազիրոկի հետ, չգիտեմ, ասոցացվի կամ փափուկ ու սիրունաթորները Ու այդ 15 տարի շարունակ մի խոսքով արձանագրում եք դուք շատ կարևոր իրականում ես ինչն է կայֆ ես սիրում եմ օրինակ ինձ այս ոդքասթի շրջանակներում ասեմ ինձ դուր է գալի որ սա ոչ թե ինչ որ մի հատ ոդքասթ է որ ինքը դուրս եկավ իրան լիքը նայեցին ու հետո գնաց ինքը բան այլ մեկ էլ տենց հին որն է առաջի վիպուսկը մեկ էլ տենց շարունակում են
viewer լինել ու նույնը ինձ թվում է Երևան ամսագիրն է, որովհետև ինքը միշտ կարելի է հետ գնալ, ինչ որ համար հանել ու նորից կարդալ ու նորից ինչ որ Երևանյան mood վերհիշել, այսինքն ինքը լրատվություն չի, որ ինքը պետքա այսօր այս պահին է հետաքրքիր, իսկ վաղը արդեն ժամկետ անց է։ Էդ էլ է կարևոր բան, որովհետև լրատվություն առանց մեզ էլ անում են ու մեզ այնց լավ են անում ու ամեն դեպքում ինտերնետը հաստատ ավելի արագ անում լրատվությունը, քան պրինտը ու դրա համար մենք փորձում ենք այն պատմությունները գրանցել այն մարդկանց հետ խոսալ, որ մի ամիս հետո չհնանա։ Ես բացարձակապես նկրտումներ չունեմ մեր սիրուն ուտելիքի ու խմելիքի ու Երևանի մասին պոդքասթը քաղաքականացնելու, բայց ես հիշում եմ մեր առաջին հանդիպումներ 2018 թվականին, դա մի հատ շրջան էր, որ մենք մի քանի շաբաթ չէինք աշխատում, որովհետև ողջ Երևանյան ակտիվ հասարակությունը գտնվում էր հրապարակում եւ անում էր ոնց էր Թավշյա չգիտեմ ինչ հեղափոխություն ու մենք հանդիպեցինք եւ խոսում էինք դրա մասին, որ միգուցե Կոնթհաուզի տարածքում Երևան ամսագիրը ինչ որ տարածք վերցնի ու իմ մոտ տենց շատ բան շրջան էր, որտեղ ես վերջապես ինձ սկսել էի գտնել այս հորեկա դաշտում ու ինչ որ մի բանի էինք հասել ու մեկ էլ սենց սաղ չորանում է ու ես ահավոր տխուր եւ նեղված էի եւ նաեւ եւ դու ասացիր, որ դու մի քիչ համբերի ու կտենաս այս ամեն ինչը ինչ դրական փոփոխությունների է բերելու։ Ես շատ լավ այդ մեր առաջին հանդիպումներ։ Ես շատ լսել էի քո մասին, շատ վատ Անցել է 8 տարի մեր առաջի հանդիպումից։ Հիմա ոնց կգնահատես, հեսա կա Կոնթհաուսը չի փակվում։ Լիքը մարդիկ են նստած ներսում։ Հիմա նույն հարցը չտաս։ Այս 8 տարիները Երևանի համար ինչպիսին եղան, որ ուղղությամբ եղան Երևան քաղաքի համար։ Քաղաքի համար։ Որպես իրականում արի իմ ընկալումն է, բայց Երևան ամսագիրը դա ինչ-որ չափով Երևանի ձայնն է, էլի։ Երևանի ձայնը մի քիչ ավելի պետք է ասես մասշտաբային լինի, որին մենք չենք հավակնում երևի թե։ Արի ասենք, որ Երևանը շատ մասշտաբային քաղաք չէ, սա Նյու Յորք, Լոնդոն կամ։ Միջելոց Երևանի ամենամեծ արժանիքներից մեկն է փոքր լինելը, որտեվ ցանկացած հարց կարաս 3 զանգով 2.5 ծանոթով լուծես, գտնես ու մեկ ներվայնացնում է այդ, որ չգիտեմ գնում ես շաբաթ քիչ տեղ ես գնում ու անդադ նույն մարդիկ են ուզում ես նոր դեմքեր տեսնես բայց շատ հարցերում էլ Երևանի կիպլիկությունը մեծ առավելություն է ու նաև սենց ջերմության էֆեկտ է ստեղծում եւ հարազատության ինչեւ է վերադառնալով քո հարցի 2018 թիվ ապրիլ ամիս երբ որ դու ինձ ասացիր համբերի այս փոփոխությունները տանելու են Ես ճառեր չեմ ասել, բայց ես սովորաբար չեմ ասում, կարող ասել եմ, հա։ Դե ես շատ լավ հիշում եմ, որտեղ մենք բացարձակապես մտերիմ չէինք, իսկ ես ունեի իմ վերաբերմունքը Երևան ամսագրի հանդեպ դրական, ու եկել էր Երևան ամսագրի գլխավոր խմբագիրը, բան, սա չէ, ինքը տեն շատ դուքով զրուցեր ու այսօր լուրջ տնային աշխատանք չեմ արել, որ հիմա հանդիպեցինք, սկսեցինք խոսել ու խոսել Երևանի խնդիրներից, ես հիշեցի այդ ֆրազան, որ այ հիմա տեղի են ունենում իրադարձություններ, որոնք որ ամեն ինչ փոխելու են դեպի լավը։ Լսի, օքեյ, իմ կարծիքով, իմ աչքին, ու այդ մի 2 տարի հետո արդեն սկսեց երևալ, լիքը բան, որ մեր սպասումների համաձայն Սարհատներ եկել նաև մենք նստած ենք երևի ստեղ այդ հələ միջև ապրիլի 23-ներ, այսինքն Միջև բայց փողոցներում լիքը մարդ կա ու մենք հա ես կինս եւ Սարհատն ու իր կինը ստեղ նստած ձեր մոտ գինի էինք խմում, ես հիշում եմ ու մեր սեղանի մոտ կային հորետեսներ Քանզից բացի քեզանից էլի հա այսինքն տենց պարակտված էր ու փաստորեն ինչև է
Ցավոք սրտի շատ բաներ, որ քաղաքի տեսանկյունից եմ նայում, մնացած քաղաքական հարցերով չէ։ Չնայած քաղաքականությունը եւ քաղաքը նույն արմատից են, պոլիս եւ պոլիտիկա, բայց ինչեւ է։ Ասենք че Ֆիրդուսի հարցը երկար չանցած ի հայտ եկավ, այն նյուշինարից, որտեվ դրանք եմ ասում, որտեվ այդ քանդել տեղը բարձրակ սարքել այդ ամենացայտուն ու աչք ծակող օրինակներն են։ Ու ես շատ վստահ եմ, որ այն ժամանակ լավը սպասողները հույս ունեն, որ վերջ կդրվի այդպես բաներին, հա։ Տենույն Սարհատը երկար չդիմացավ կադաստրի կոմիտեում, որտեղ այն գաղափարներն ու մտքերը, որ ուներ, կարծում եմ չկարողացավ իրագործել։ Հա, դե այնտեղ մի օր Սարհատին կանչի իր խոսացեք։ Հա, լավ։ Ինքը ավելի ես վարգույներով կպատմի, բայց հա, Ֆիրդուսն էր, մյուսն էր, այն մյուսը եւ այլն ինչ որ հարցեր լսի, ասենց մի հատ պահել կա։ Դրան զուգահեռ քաղաքը ոնց որ մեկա իր զարգացումով գնում է, հասկանում ես, ինձ թվում է, ասենք, չգիտեմ, Մուսոլինին հետ գա ու դառնա Երևանի քաղաքապետ, միևնույնն է Երևանը զարգանալու է, որտեղ չնայած մի հատ շատ հետաքրքիր քեզ, մի հատ շատ սուպեր քեզ ֆակտ ասեմ, ուրեմն լրի վերջերս եմ Իտալիայից եկել, դրա համար է ինքը վար, ուրեմն ուր ինչ որ հետաքրքիր պատմական ռեստորան գնում ես, ու այնտեղ բոլորը տենց գրած է 37 թիվ 39 թիվ այդ 30 այդ ժամանակ բացվածքներն ու դու հասկանում ես, որ իտալական այդ լավագույն ռեստորանները, որոնք մինչև այսօր կան, բացվել են Մուսոլինիի օրոք։ Այստեղից նիմալիա վապրոս, իսկ գուցե ֆաշիզմը շատ վատ բան չի։ Չէ։ Հորեկայի համար գաք մինիմում։ For the record, ֆաշիզմը շատ վատ բան է։ Երեխաներ մի զբաղվեք ֆաշիզմով։ Մի լսեք Նարեկ ձյաձյանի։ Ֆաշիզմը Իտալիայում ոչ մի լավ բան չի բերել։ Լավ ռեստորաններ է բացվել։ Եվ Գերմանիան էլ առանց ֆաշիզմի կունենար լավ ճանապարհներ, ես վստահ եմ դրանում։ Իմ ջալոց Վիեննայում ես ու Արնոսը 2009 թվականին ժուրնալ Երևանի համար մեկնել էինք հոդված գրելու Վիեննայի սրճային մշակույթի մասին։ Ու հերթով գնում էինք տարբեր փախած վիեննական սրճարաններ ու կարծեմ Կաֆե Շպերլ կա մի հատ, որը Վիկիպեդիայում գրած է, որ Ադոլֆ Շիկլգրուբերն էր սիրում այնտեղ նստել եւ սրճել։ Մուսոլինից հիշեցի։ Լավն է, շատ լրագրողական, չէ, ֆաշիզմի մասին սկսել եմ խոսել եւ պրոպագանդայով զբաղվում եմ ես, Արտավազ Եղեզարյանը։ Չէ, պրոպագանդով չի զբաղվում, Նարեկը հարցեր է բարձրացնում ուղղակի։ Մի խոսքով, քաղաքը ինչ որ իր կյանքը աշխուժանում է, հետո ուրիշ ֆակտորներ կան, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը, հետաքրքիր գույներ տվեց Երևանին, որովհետև այդ ռելոկացիայի ալիքը տարբեր ձևի են մարդիկ վերաբերում, ես կարծում եմ շատ լավ բաներ դրանից եղան, հա։ Սիրիայի պատերազմը, ցավոք սրտի պատերազմները մեր հարևան երկրներում իհարկե Երևանի վրա։ Ես օրինակ կուզեի սիրիահայերը, որոնք եկան առաջի փաբերով բացեցին Երևանում, Բեյրութի հայերը, որոնք էլ եկան պատերազմի հետևանքով։ Թրոյի փաբը հիշում ես։ Իհարկե։ Իմ սիրած տեղերից է։ Իդեպ Սարյանը հենց այդքան չէր այն վիճակի հասավ, որ հիմա։ Բացարձակապես։ Կար բյուրոկրատ գրախանութը եւ Թրոյի փաբը։ Հա։ Դե նույն Կալումենն էլ այդ նույն շարքից Էդենը, առաջին Էդենը Աբովյանի վրա քանդված շենքում։ Հիշում ես, որ շենքը քանդեցին ու Հենրիկ Իգիթյանի եղբայրն էր, որ այդ ժամանակ ավագանի էր, ասես դե միա սառը էր էլի։ Մենք գրեցինք այդ շենքի սիրուն ֆոտոներով կա մեր արխիվներում պահպանված, իդեպ քանդեցին եւ ոչինչ չարեցին։ Գիտես ամենաաբիդն դրանում է կայանում, որ օքեյ, եթե նու տնտեսապես օրինակ շատ հին մի հատ հարցազրույց կար, որ հայրիկս էր Արտուր Մեսչյանի հետ, երբ որ այդ հյուսիսային պողոտայի 2000-ականների եւ այլն բաներ, Մեսչյանը հետաքրքիր դիրքորոշում հայտնեց, ասաց այնքան ժամանակ ինչքան որ կառուցվում է շենք, ու այդ շենքի կառուցման հետևանքում
10 ընտանիքի երեխա կուշտ է արթնանում, դա արդեն արդարացված է ինչ-որ մի բան քանդելը։ Վիճելի է, բայց միտքը, ախր, բայց դուք էդ էլ չարեցիք, դուք պրոստը քանդեցիք։ Քանդող բանվորներին աշխատավարձ տվեցին։ Հա, ու всё, բայց այսինքն, եթե հիմա այդտեղ լիներ մի հատ 60 հարկանի շենք, որտեղ որ ապրեին մարդիկ, լիներ ինչ-որ բիզնես տարածք եւ այլն, գոնե կհասկանայիր, որ այդ Սարայը, պարոն Նիգիցյան ամենեն հարգանքով պետք չէր Երևանին, բայց ինչ ես դու քանդում ես Սարայը, թե դրա տեղը ոչ մի բան ունակ չես կառուցելու, դե կան մարդիկ ու մոտ քանդելը շատ լավ է ստացվում։ Լավ, արի հասկանանք, մենք հավաքվել էինք ու հավես Գինի ենք խմում։ Գինի ենք խմում։ Երևան ամսագիրը միշտ անդրադարձել է գաստրոնոմիկ մշակույթին, Երևանի հոռեկային։ Ինչով է այս գաստրո համարը լինելու տարբերվող, ինչի է ինքը լինելու ավելի հետաքրքիր առանձնահատուկ Ժամանակներն են, որովհետև կարծում եմ մի քիչ ավելի հետաքրքիր, որովհետև ես նշեցի այդ take-away բաժակների մասին, որ ժամանակ շատ յուրահատուկ հավես էր, նմանատիպ մի հատ պատմություն եղավ, երբ որ մեր լրագրողներից մեկը Կարինան, որը բուսակեր էր, այդ դեռ մի 10 տարի առաջ, գուցե նույնիսկ ավելի շատ, ու այն ժամանակ բուսակերներին շատ ավելի թարս էին նայում քաղաք Երևանում։ Ես շարունակում եմ թարսան, Գյոզալ կենթանի ծնվել է, որ իրան ուտես, թող իրանց սենյակներում լինեն բուսակեր։ Մենք վերջերս լուրջ խորացել էինք, ես արդեն որ երրորդ գաստրոքաստնա, որի մասին սա պատմում եմ, որ հայկական խոհանոցի ֆիշկան, այդ Վակոյի հետ էինք խոսում, որ հայկական խոհանոցի ֆիշկան կարա հենց Վիգիտարյանսկի խոհանոցը լինի, որտեղ մենք մսային ուտես չունենք, շո եկեք անկեղծ խոսանք, տենց տոլման, հարիսան բան, իրանք շատ տարածաշրջանային, բայց մանդակով ձվածեղը ինքը շատ տիպիկ յուրահատուկ գիծ կարա լինի, որով որ Հայաստանը աշխարհում կարա առանձնանա որպես բուսակեր, այսինքն դու Փարիզում չես կարա խորովածանոց տնես ու ինքը հետաքրքիր լինի, բայց այդ յուրահատուկ բանջարը, որ աճում է, այտենց տատիները գնում հավաքում են բան, եթե իրան հնարավոր լինի ինչ-որ սառացնել կամ վակուում անել ու տեղափոխել, շատ թույն բան կարա լինի, հենց որ չէ, պրոստը այնց բուճով ռիմարկա էր, որ respect բուսակերներին, բիզնես մտածող մարդիկ։ Մենք կարանք բուսակերության կենտրոն դառնանք։ Հա, կներես ընդհատեցի եւ կար բուսակեր Մեր թեմաներից մեկը հիմա օրինակ այդ քանի որ Կարինան այլևս երկրում չի, մենք իր հետ չայցինք, բայց մեր լավ ծանոթներից մեկը եւ հեղինակ նաեւ քաղաքագետ Միքայել Զոլյանը ականավոր բուսակեր։ Զոլյանը բուսակեր է։ Ականավոր։ Բայց տեսքից չես ինձ թվում էր միշտ իպես ու տխրամատաղ հայկական բույսերը երևի հայկական ինքը գրեց մեծ ակնարկ իր բուսակերական ճանապարհի մասին եւ տեքստի հետ մի հատ էլ sense top 10 տեղեր գրեց Հայաստան Երևանում, որտեղ կարելի է համով բուսակեր սնունդ ուտել եւ չմնալ սոված 10 տարի առաջ մենք երևի այդ հոդվածը չէինք կարողանալ գրել օրինակ Դες փոփոխություններ կան։ Հետո մեր մոտ օրինակ հայտնվել է fine dining։ Ռենոմե։ Որի մասին ես միջև հիմա գիտեի մենակ The Bear հեռուստասերիալից եւ այլ ամերիկյան ֆիլմերից։ Ռենոմեն է։ Իրականում ռենոմեն է, տենց լրիվ fine dining։ Livingston-ը չի։ Livingston-ը նույն էկո համակարգի մեջ է, երեմիներից է, բայց կարծես թե ինքը fine dining չի համարվում։ Չգիտեմ, բարձում է։ Բարձր եվրոպական խոհանոց ընդեղ էլ եմ եղել շատ հաճելի, բայց ռենոմեն իմ համար ամենամեծ բացահայտումներ երևի, ես բախտ ունեցա այնտեղ մի երեկո անցկացնելու, շատ հետաքրքիր, սենց կինոյական ինչ-որ վիճակներ են, այդ set մենյուի գաղափարը, որ ես դրսում էլ չեր եղել առիթելի փորձելու, բայց հիմա հետաքրքրություն առաջացավ։ Հաջորդ Եվրոպա գնալուց մի քիչ փող հետ կգցեմ, ինչ որ Միշլենյան գայդից միտեղ մտնելու։ Ու Երևանում մեր ձեռքի տակ մի հրաշալի տեղ կա, որտեղ կարելի է լրիվ
միջազգային, չնայած ես համատելու բան չունեմ, բայց մի խոսքով նաև ռևյուներն եմ նայել դրսից եկածների, համ հետաքրքիր փորձառություն է, համ իրոք համով է ու այդ sense այդ պատրաստված նյութերը եւ ուտելիքները կողքից մի քիչ կարող տարօրինակ թվա ու բայց բարձր չէ համով է եւ կարելի է կշտանալ ու մեծ հաճույք ստանալ։ Ես մի հատ հետաքրքիր Սենց բաներ կան, որ մի խոսքով Երևանը չի մնում տեղում, էլի, դրա համար մենք բարբերաբար ինչ որ թեմաների նորից վերադառնում ենք։ մի հատ հետաքրքիր experience քեզ ասեմ, որը վերջերս եմ ունեցել ու հասկացա, որ նմանատիպ տեղեր պետք է էլի հայթայթել, ուրեմն տպագրիչներ փողոցի վրա, in principe ամենակենտրոնում Երևանի, կա Գագո, որը որ ապրում է առաջի հարկում։ Ոսկեծյանից հետո ես վերջերս ընկերներս տարան։ Չէ, պատուհանի կա, չէ 250 դրամով, շատ փախած պատմություն է։ Ու ինքը այդ հին ժամանակներից մնացած հին Երևանի Ես բայդակ իրականում ուտելուց այն որ լիքը դեղեր վախենում ես թե ինչ որ sense շատ ահա որ համով էր նախ իմ ստամոքսը շատ տենց դետեկտորներ ունի էլի ինքը արագ արձագանքում է վատ ուտելիքի վրա ոնց արձագանք շատ լավ արձագանքեց ասեմ ու ես մի անգամից ուզեցի ճիշտ ասած գնամ ինչ որ նկարեմ այդ մարդուն ինչ որ reel անեմ ինչ որ բան բայց մի բան նու մոտավորապես հասկացա որ ինքը գործում է ոչ այդքան ժամանակակից ՀՀ օրենսդրությամբ որտեղ ոնց ինչ որ տենց 90-ականներից կար դրա համար այցի լավ երևի չարժի շուխուռա բայց 99 թվի vibe-ը իրոք ես զգացի ու շատ հավես էր այդ բաները ստոլիկները կանգնած փողոցում լսի իսկ հին տեղերին անդրադարձ լինելու է օրինակ նայ իրականում ինչ որ կատարվում է չգիտեմ Կասկադում Սարյան Պուշկին այդ վիճակների մեջ պլյուս մինուս բոլորը գիտեն ինչ շատ հետաքրքիր է որ Երևանում ծնված մեծացած մարդուն ես այն օրը ասում էի դե լավագույն խինկալին իհարկե տոպազում ասեց լսի ես տոպազը ռուսներից եմ իմացել ու էլի չգիտեմ կան տեղեր պալկովնիկի մոտ Պրոշանում ինչ որ մնացած վայրեր sense բաների այսինքն այդ տրենդերից դուրս օրինակ չգիտեմ կարող է տենց հիմա ինքնագովազդ եմ անում բայց ինձ թվում է Երևան ամսագրի ամենաաչելնիկ օբյեկտը որը մի քիչ տենց ֆորմալից ու տրենդից դուրս է որին որ դուք անդրադառնում եք Կոնտ Հաուսն է բայց կան լսի լիքը փախած հին 90-ականներից տենց ձյաձեր կան ես ինքս իրանց ուզում եմ հարցազրույցի կանչեմ դեռ այդ վխդ չունեմ բայց ինձ թվում է չգիտեմ այդ պալկովնիկի մոտը Դավիթաշենի շատ ավելի հետաքրքիր է քան Սարյանի բոլոր ռեստորանները իրար հետ վերցրած էլի լսի իրականում մենք երբ որ այս թողարկումը պլանավորում էինք շատ մեծ ցուցակ թեմաների որ ուզում էինք օրինակ միտք կար մեծ long read անել շաուրմաների մասին Երևան կինոթատրոնի դիմացի ղարս այդ հենց Ֆիրդուսի 90 էլի 6 թվից ոնց որ 94 96 թվից է տեղի կա բայց ամեն ինչ չի որ հասցնում ենք ցավոք հետո ոնց որ պետքա գործընկերական պատմություններն առաջ գալիս եւ այլն բայց մենք այդ նախորդ 2017 թվի գաստրո թողարկման մեջ չեմ հիշի հիմաոնը, բայց գտել էինք մի երաժիշտ, որը ջահել ժամանակ 70-ականների եւ 80-ականների Երևանում նվագել է բոլոր հնարավոր երևանյան ռեստորաններում։ Ու կային իր հուշերը շատ հետաքրքիր էր ու շատ փախած արխիվային ֆոտոներ գտանք Armenpress-ից եւ այլն։ Քեզ կուղարկեմ այդ հատվածը։ Որտեղ ինքը պատմում էր երաժշտի աչքերով, ռեստորանային երաժշտի աչքերով այդ թվերի ռեստորանները։ Ինչ էին ուտում, ինչ էր կատարվում, ովքեր էին գալիս եւ այլն։ Այս անգամ տենց ռետրո պատմություն չեղավ, բայց մենք հիշեցինք ժիրայրին, որովհետև առանց Դոլմամայի իրոք սուտ կլներ այս թողարկումը։ Դոլմաման առաջին։ Ընդ որում մենք
իր հետ դեռ այն խորագիրը, որ քո հետ են կարել, իմ Երևանը։ Մի քանի տարի առաջ Ժիրայրի հետ հասցրել էինք անել, շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում։ Իմ համար ամենաառեղծվածային ու որ միջև հիմա լավ իմաստով գլխիս մեջ չի տեղավորում, այդ երբ որ Մայքլ Քեյնը Twitter-ում նկար գցեց, որ ինքը եկել է Երևան Դոլմամայում հացակել ու գնացել է էլի Ամերիկա կամ Անգլիա, չգիտեմ որտեղ ապրի, Մայքլ Քեյնին գիտես, ես Այո, այդ այնքան իմ համար մի քիչ երևի այդքան էլ ճիշտ չի այտենց celebrity-ների տեսանկյունից նայել, բայց շատ բաներ ասում եւ Դոլմամայի մասին եւ Ժիրայրի եւ ընդհանրապես այդ ստեղծած vibe-ի եւ մշակույթի մասին։ Եթե առհասարակ անգամ գաստրոնոմիկ դաշտից դուրս, եթե չգիտեմ, ասես 10 top երևանցիները 20-րդ դարի, դե Ժիրիկը միանշանակ մտնում է, որտեղ հեղափոխական ու բացառիկ կերպար է։ Հետո գիտես Դոլմաման 98 թվից բացա։ Երևանի ամենամեծ խնդիրներից մեկը շարունակականության եւ պատմության անընդհատելիությունն է։ Ու ինչքան 90-ականներից մինչև հիմա գոհատևող ընդհանրապես երևույթներ շատ քիչ ու հասկանում ես Դոլմաման ինչքան տարբեր տնտեսային ինքը բացվել է մի ժամանակ, երբ որ Երևանում կային քաբաբնոցներ, կոպիտ վետերոկ վիճակներ, ինքը մնացել է այն ժամանակ, երբ որ սուշի, պաստա, պիցա տրենդը մտավ Երևան, ինքը մնաց, չգիտեմ, այն ժամանակ, երբ որ այդ նույն coffee house-ների կամ կարաոկեներ, ինքը բոլոր բումերը վերապրեց, չէ՞, չէ, կար Երևան, որ սա Երևանը կարաոկե պրոստ է, էլի դեց։ Բոլորս գոնե մի անգամ խմած երկող ազգ ենք, հա։ Մի խոսքով տենց էլի հետաքրքիր բաներ կլինեն այդ համարում, իհարկե այդ միշտ է տենց ելնում, որ այն բոլոր մտքերը, որ գաղափարները, թեմաները պլանավորում ես, չեն տեղավորվում մեջը, բայց մի օր էլի կբուսնեն։ Արդյունք դե կոնդի օրինակով եմ բերում, նույն ձևի 9 տարի լինել ես ոլորտում, ավոր բարդ է ու շատ մեծ ֆինանսական գեփեր է լինում, որտեղ ինքը շատ տրենդային բիզնես է ու տենց մի բան ինքը շատ հետաքրքիր է, նույն 18 թվականի հեղափոխությունից հետո կոնդը ավոր տրենդի դառավ, որովհետև մի հատ նոր տեսակի հասարակություն հայտնվեց, որ այս ձևի ապրելակերպը շատ թույլ։ Քեզ ասում են, չէ՞, լավ է լինելու, հա։ Հետո եկել այդ լրիվ ուրիշ տեղ է տանում, հետո եկել եկան ռուսները, իրանք իրանց բանով, հետո գնացին, ու ինչ որ, այսինքն դու անդադ այդ սենց ոնց որ սորֆի վրա լինես, ալիքը մեկ գալիս է, մեկ գնում է, ու մենք միշտ բոլորս ռեստորատորներով որ նստում ենք, բողոքում ենք, որտեվ համարյա միշտ գործերը վատ է։ Նու վատա, որովհետև այն պահին էլ որ լավ է, դու փակում ես այն վարկերը, որ կուտակել ես այն վատ շրջանի համար, էլի ինքը սենց բան է։ Բայց ամսագրի համար ես պատկերացնում եմ, եթե մեր մոտ է վատ ամեն ինչ, ձեր մոտ ինչքան, այսինքն դուք անվճար բաժանում եք ամսագիր, անում եք տպագրություն, անում եք ահռելի աշխատանք, այսինքն իրականում բացի տպագրությունը կա մարդ, ով պետք է գրի այդ հոդվածը, կա մարդ, որ պետք է այդ հոդվածը դիզայն անի, պետք է լինի լուսանկարիչ, որ նկարի տեղադրի, Այդ մարդկանց փող որտեղից եք ճարում։ Ու իման նենց կայֆ կլներ, որ դու սենց սիգարանում ապերդե մի 20 հատ կրիպտո ֆերմա։ Բայց ես կա հոբին չի, չէ, վերջը ինքը աշխատանք է ու հա, բայց հա, մեր հիմնական բոլորիս համար ոնց որ հիմնականն է, բայց միակը չի, ոչ էլ իմ համարն է միակ աշխատանքը, ցավոք, ես կուզեի ընդհանրապես մի բանով զբաղվել։ Այսինքն մենակ ամսագրով ցավոք չէ, ինձ մոտ եթե դու զբաղվեիր մենակ կամ մենակ գիրք գրեի, չգիտեմ, մենակ ամսագրով քո կյանքը շատ դաժան կլիներ ֆինանսական առումով։ Հա, տենց է։ Կներես, ասում եմ, քիթս խոթեցի քո բումաժնիկ, այն որ ասում է դուձի հարցը պուպուշ տվեց, ասկոլկո զարաբատվեցի։ Հա։ Լսի, հա դժվար է մամուլի վիճակը ընդհանրապես Հայաստանում այդքան էլ
այդքան փողաբեր ոլորտ չի տպագիր մամուլը ունի հավելյալ մեծ ծախսեր բայց նաև ոնց որ իր տպագիր լինելը ավելացված արժեքն է էլի դե added value hard copy-ն ինքը տենց մի բան որ բռնես հա դրա համար մենք չենք code house-ում ունենք դրած որ մարդիկ գան թերթեն նայեն ու այդ առաջին օրվանից ֆիշկաներից մեկն էր ու այն որ չենք վաճառում եկամ այդ խնդիր չի որովհետեւ վաճառքներով երբեք Հայաստանում առաջին օրվանից ձեր մեջքի հետևը կանգնած էին շատ լուրջ մարդիկ տրոյկե դիալոգի տեսքով Ռուբեն Վարդանյանը Գորն Հապետյան եւ այլն Երևան Productions-ը հա ճիշտ է ասում բայց հիմա ո՞նց է կանում հիմա կոպեկ հավաք States and dates չէ կան գործընկերներ հիմա օրինակ ես իդեպ կարող եմ ուրախությամբ ասել որ չգիտեմ 5 տարի առաջվա հետ համատած երբ որ զանգում են ու հարցնում են կամ մենք ենք երբ որ դիմում ասում են մեզ գնա առաջարկ տվեք հաճախ լինում որ մեզ են դիմում ասում են ուզում ենք հատուկ թողարկում անա շապիկով ստիկերներ եւ այլն այն ժամանակ մենք սենց շատ սեղմված թիվ էինք ասում որ այնքան որ կարողանանք մի կերպ այդ հասցնենք տպարան ու դուրս գանք բայց այս մարդկանց չկորցնենք դες վախեցած ասում էին մենք այդ Facebook-ին կտանք այդ փողերը 30,000 հատ ավել կլիկ ստանանք քան ձեր միջոցով հիմա արդեն կան այն կազմակերպությունները այն ֆիրմաները ու այն մարտիկ այդ ֆիրմաներում որոնք հասկանում են մեր արածի արժեքը Երևան ամսագրում գովազդ ունենալը բերում է իր ֆիդբեքը հիմա ես կարծում եմ այդ մարտիկ հասկանում որ հա բերում է միանշանակ բերում է եւ ֆիդբեքը այդեն չի թե համարի տպվելուց հետո քանի հատ ավել կլիկ ունեցավ ձեր կայքը այլ իմիջայինը բայց մենք նաև փորձում ենք անել այնց որ հետո մեր այցեք քարտը նաև մեր աուդիտորիան է մենք նենց ենք անում որ մեզ կարդացող մարդիկ համացանցում կամ տպագիր մաքսիմալ ստանան այն տեղեկությունը որը մենք պատմենք մեր գործընկերների մասին Արդ ես որպես իմ անձնական կարծիք ասեմ Երևանը ամբողջ չգիտեմ երբ որ չեմ հիշում առաջին ամսագրերը եւ առաջին 2000-ականների սկիզբն չեմ Afishan կար L-Style բան մի պատ դենց բում էր էլի հիմա ասում բոլորը գինի են արտադրում բան գարեջը բան ռեստորան են բացում մի պակար որ բոլորը ամսագիր էին բացում կար ու դուք այդ բումի ժամանակ ինչ որ ծավի հայտնվեց նոր ռուսական Երևանը մնաց ու բայց այսօր են քիչ տեղերից է որը որ ռեալ կարդում ես ես կարդում եմ Երևան ես գիտեմ շատ մարդիկ ովքեր կարդում են Երևան բայց ինչն է հետաքրքիր դե ես ես IT այսպես չեմ IT-ը կոչվում ինչա կոչվում տեխնոլոգիաներից մի քիչ տուպոյոտ եմ ու դե պետքա ինչ որ տեղ թռնեմ ասում եմ դե մի երկու հատ կինո քաշեմ որ կնայեմ օդանավում ու դե քաշում եմ այդ կինոները գցում եմ դեսկտոպի վրա բացում եմ դեսկտոպի սաղ ֆայլերը iCloud-ում են ու եթե ինտերնետ չկա իրանք հետ իմ քաշել են լրիվ անիմաստներ ու պարտադիր հետս տարել եմ ինչ որ մի հատ ես ինձ անդադ հույս եմ տալի որ ես դեռ 25 տարեկան եմ ու կարամ ինչ որ մեծ հետաքրքրությամբ Կավկա կարդամ էլի բայց այդ փուլը անցել է իմ կյանքում հիմա այն տարիքն է որ պետք է ինչ որ տուպոյ կամյուի տարիքն է եկել չէ ինձ թվում է հիմա այն տարիքն է որ ինչ որ տուպոյ դետեկտիվ կարդալու դա էլի ասեք ու արդեն ուղեղիդ մեջ այդ սա բարդ գրականությունը զաշկալի վեց է անում բայց բնականաբար հետս ճամփորդության տարել եմ ծանր գիրք բացում եմ ինչ որ երկու էջ կարդում եմ հասկանում եմ հիմա вообще այդ մուդի մեջ չեմ կինոն չեմ կարող նայեմ որտեվ գցել եմ iCloud իսկ օդանավում ինտերնետ չկա ու հանում եմ հասնում լավ հիմնականում օդանավի ամսագրերը ինչ են ինչ որ տուֆտա բաներ դե ասում լավ թերթեմ տնամ այս օդանավի ամսագիրի ինչի մասին է ու մեկ էլ սկսում եմ կարդալ ու կարդում եմ ու հետաքրքիր է կարդում եմ մի հոդված կարդում եմ երկրորդ հոդվածը օր ասում եմ բլին ով է անում Կոստանզարանի վրա արդեն սկսում է զարմանալ Կոստանզ բրավո Օրինակ էլ բացում եմ
Դեդվը որ դուք եք լուրջ եմ ասում առաջի բանը որ իջնում եմ Հռոմի օդանավակայանում միանում եմ ինտերնետին voice եմ ուղարկում նոնային ասում եմ արա էս ինչ թույն բանա որ դու իրոք կարաս օդանավում բան կարդաս ու ինքը լինի հետաքրքիր Դա մենք ուզվել ենք այդ voice-ից ու այդ իրոք շատ գրավիչ ու շատ հավես էր շնորհակալություն քեզ ու ողջ թիմին նոնային Արնոսին sense մի բոլորին աննազգաններով չեմ ճանաչում եմ բայց չեմ հիշիվարացում քանի որ տնային առաջադրանք ցուցակով են օսկարաժան գործը ցուցակը հանում են հատուկ շնորհակալություն բայց բրավո են ինչ որ անում եք ես իմ կողմից եւ ինչ որ տենց ռեստորանային համայնքի կողմից կարամ մեծ մերսի ասեմ որ միշտ անդրադառնում եք մեր նախագծերին հետևում եք մեզ ու փորձում եք նենց անել որ Երևանցին իմանա ինչա կատարվում Երևանում Շնորհակալություն որ մեզ նյութ եք տալիս գրելու համար մենք կշարունակենք անպայման նյութ տալ ձեզ դա էլ իմ կողմից խոստում դե պրիվետ Շատ լավ հանդիպեցինք Այո, հավես էր Ձեզ բարի թողարկում ու կարծում եմ ինքը տենց լավ հետաքրքիր Ձեզ բարի երեկո ընթերցանություններ կունենա Շնորհակալություն Մեկ ջան Այսպիսին էր գաստրոքաստը Արտավազդ Եղիազարյանի հետ խոսեցինք Երևանի գաստրոկյանքի եւ այն լուսաբանող Երևանյան համես շշուկի մասին, որը Երևան ամսագիրն է, որ 15 տարի շարունակ պատմում է երևանցիների երևանյան գաստրոնոմիկ կյանքի ու այդ գողտրիկ երևանյան վարդագույն սիրո մասին, որը մեկ շատ պակասում է։ Հետևեք մեզ, զանգակեք, լայքեք, ինչ ուզում եք արեք, պրոստը եղեք երջանիկ։ Merci.